Ողջույն բարեկամներ, այսօրվա նորությունները շատ են, տարբեր տրամադրության, չեմ կարողացել լավ կամ վատ, բայց շատ նորություններ ունենք։ Մեր մոտ էլ այնքան ձուն է եկել Նյու Յորք, որ տանից չեն կարողանում դուրս գանք։ Իմ տունը, որ 1.5 մոտ 1 մետր բարձր է գետնից, նույնիսկ դուռը հնարավոր չի բացել, այնքան ձուն է եկել։ Բայց ստիպված ամբողջ օրը նորություններ ենք կարդում։ Եվ այսպես ուզում եմ հիշեցնել, որ հուսով եմ մինչև շաբաթ եղանակները կդզվի եւ մեր հանդիպումը փետրվարի 28-ին կկայանա, ես հիմա հասցեն կարող եմ ասել, քաղաք Բեթեսդա, Մերիլենդում, 2670 Old Georgetown Road, 12-րդ հարկ, ովքեր տարածքում են ապրում, դա Վաշինգտոնի տարածքում ունենում, Մերիլենդ, ովքեր կարող են մասնակցել, ժամը 1-ին է լինելու ցերեկը, մնացած մանրամասները կարող եք կարդալ այստեղ եւ իմ Facebook-յան էջում նույնպես կարող եք գտնել։ Հուսով եմ ճանապարհները կբացվի եւ մենք կհանդիպենք շաբաթ օրը։ Իսկ հիմա անցնենք նորություններին։ Սրանց ախորժակին չափուսանման չկա, քանի դեռ Փաշինյան Նիկոլը իշխանության է։ Եվ հիմա էլ Փաշազադեն, Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայրը, ուզում է, որ Ղարաբաղի Զանգեզուրի եւ Արևմտյան Ադրբեջանի հողերի վերադարձը բացառիկ կարևորություն իրաց համար։ Եվ մենք կրոնական գործիչներս նույնպես պատասխանատվություն ունենք այս հարցում։ Եվ ամեն ինչ պետք է անենք, ասում եմ, որ մենք մեր հոգևոր ժառանգությունը այդ տարածքներում վերականգնենք։ Դրված է խնդիրը ճիվաղի առաջ, հիմա նա այս կարճ ժամկետներում սա էլ պետք է ապահովի։ Ես հիմա Փաշազադեին ու մնացած Փաշազադեներին ասում եմ, ինչքան եկեղեցու վրա հարձակումը եւ եկեղեցին արմատախիլին ապահովեց, այնքան է ձեր հոգևոր մշակութային ներկայությունը կարող ապահովի Սյունիքի եւ Հայաստանի տարածքներում։ Ճիշտ է, ձեր տականքը, ձեր գործակալը Հայաստանում ձեր վարչապետի պաշտոնում է, բայց դա չի նշանակում, որ ինքը ինչ ուզի կարող է անի։ Իտախզություն ձեզ Հայաստանում բանական մարդկանց թիվը ավելի շատ դուրս եկավ, քան դուք կարողանում եք պատկերացնել, քան դուք հնարավոր եք համարում, որ դա գոյություն ունի։ Այնպես որ դուք ոչնչություններդ, դուք ոչ միայն հոգևոր մշակութային ժառանգություն չեք կարող ունենալ Հայաստանում, այլ ընդհանրապես դուք մի երևույթ եք, որ դա չի կարող ունենալ, հասկանում եք, քոչվորը հոգևոր մշակութային ժառանգություն կարող ունենա մենակ այն տափաստանները, որտեղ ինքը բարդամորթ է, որտեղ ինքը գողություն արել, որտեղ ինքը ասպատակել է, դժբախտ ասել է մարդկանց, ավերել է քաղաքներ, գյուղեր, այլ դա է ձեր հոգևոր ու մշակութային ժառանգությունը։ Սա է մի բան, որ դուք կարող եք ունենալ։ Այդ պատակայում դուք կարող եք ձեր հոգևոր մշակութային ժառանգությունը փնտրել Ղազախստանից, Յակուտիայից մինչև, չգիտեմ, Սիբիրի անապատները, գնացեք որտեղ ուզում եք, ձեր հոգևոր մշակութային ժառանգությունները վերականգնեք, այսինքն գցեք մի հատ հին ավերակ քաղաք ու վստահ ասեք, որ դուք ստեղ եղել եք, կարող եք վրեն գրել։ Մենք ստեղ եղել ենք, մենք անցել ենք այստեղով։ Հիշում եք, ով էր գրել, կարծեմ Գյոթեն էր գրել։ Եթե տեսնում եք միտեղ արյուն ողբլած, ուրեմն այստեղով թուրքն է անցել։ Տեսեք աշխարհը որտեղ է այստեղ կա, վստահաբար դուք այդտեղով անցել եք։ Իսկ հիմա ուզում եմ ներկայացնել հաջորդ նորությունը, լսենք միասին։ Նոյատաբանի հյուրնա Կեմերովոյի մարզի արդեն նախկին հայկական համայնքի նախկին ղեկավար պարոն Միրզախանեն Անտոնովը։ Լսենք։ Շնորհակալություն պարոն Հարությունյան, որ տրամադրել եք ձեր ստուդիան եւ ձեր ունկնդիրներին, թույլ տվեք ողջունել մեր ամբողջ ձեր ստուդիային, ձեր ունկնդիրներին եւ մեր ամբողջ հայությանը, որովհետեւ մեր աշխատանքը նվիրված է հիմնական հայապահպանությանը եւ հայերի շահերի պաշտպանությանը։ Ձեր հարցին ուղիղ պատասխանում եմ
որ դեկտեմբեր ամսին մենք հաղորդման ժամանակ հայտարարեցինք, որ անցել ենք ռուսական դատական ատյանների բոլոր աստիճանները եւ կար ժամանակում մենք պիտի պատրաստենք դիմում հայց ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, որը համարվում է ՄԱԿ-ի ամենակարևոր ինստիտուտները, Խոսքը վերաբերում է Մոսկվայի պայմանագրին։ Պետք է ասեմ, որ պարոն Միրզախանյանը իրենց թիմով Մոսկվայի Ռուսաստանի բոլոր դատական ատյանները անցել են Մոսկվայի պայմանագիրը վիճարկելու մասով եւ վերջում իրանց ասել են, գիտեք ինչ, ռուսական դատարանները սան ոչ մի բան չեն կարող անել։ Այսինքն ռուսական տիրույթու այդ պայմանագիրը ինքը անօրինական, չքննարկվող պայմանագիր է։ Մենք ոչինչով ձեզ չեն կարող օգնել։ Եվ ցույց են տվել ճանապարհը դեպի միջազգային դատարան ՄԱԿ-ի։ Հիմա լսենք թե հիմա ինչ են արել մեր ընկերները։ Տուտներից մեկը ամենակարևորը, որը իրավասու է քննարկելու Կարսի Մոսկվայի պայմանագրերի իրավասության եւ Վիլսոնի իրավարար վճռի գործողության մեջ դնելու հարցը։ Եվ այսօր եւս մեկ անգամ զեկուցում եմ դեր արչեւ եւ մեր ամբողջայցյան արչեւ, ունկնդիրների արչեւ, որ մեր արչեւ դրված խնդիրները մենք կատարել ենք եւ թույլ տվեք ցույց տալ այս անգլերեն լեզվով մեր հայցը դեպի ՄԱԿ ուղարկված է արդեն։ Ես հիշեցնեմ, որ ես այս մասին հարցումել եմ, պարոն Միրզախանյանը դեռ կարծեմ դեկտեմբեր ամսին, եւ ասեց, որ մենք անցել ենք բոլոր ինստանցիաները եւ պատրաստում ենք դիմում դեպի ՄԱԿ-ի դատարան, մարդու իրավունքների միջազգային դատարան։ Եվ ահա փաստորեն դիմումը ներկայացված է եւ այն ընդունված է մարդու իրավունքների միջազգային դատարանի կողմից։ Այս կողմում արդեն պատճենները, քննիկները մենք ուղարկել ենք Ժնև մարդու իրավունքների կոմիտեի գերագույն կոմիսարին, նա է զբաղվում այդ հարցով եւ դնում ՄԱԿ-ի քննարկմանը, Անվտանգության խորհրդի քննարկմանը եւ հաստատմանը։ Եվ երկրորդ տարբերակով մենք մեր իրավաբաններն են պատրաստել, որպեսզի չառամարենք ռուսական իշխանությունների այդ կապը, որտեղ Ռուսաստանից է դուրս եկել այդ հայցը, որ մարդու իրավունքների ներկայացուցիչ Մոսկվայում նույնպես կուրսի մեջ լինի այս մեր հայցի համար, սա երկրորդն է։ Այսինքն միջազգային ստանդարտներին համապատասխան է ուղարկված մեկ հայցը, երկրորդը ռուսական ստանդարտներին համապատասխան, որպեսզի որևէ մի օրենքի խախտում չլինի։ Իհարկե այդ հայցերը ուղարկելուց հետո շատ կարճ ժամանակ հետո ինձ հրավիրեցին Մարսի ներքին գործերի ծառայության եւ միգրացիոն ծառայություն հրավիրեցին եւ հայտարարեցին, որ դադարեցում է իմ քաղաքացիությունը, Ռուսաստանի քաղաքացիությունը, սա որոշումն է։ Այդ։ Եվ այսպես երկար տարիներ, պարոն Միրզախանյանը, այս գործի առաջատարներից մեկն է եղել, այսինքն շարժիչ ուժերից մեկն է եղել, նկարը անհաջող տեղը։ Որոշ։ Մի խոսքով։ Եվ ես զարմանում եմ, որ այսքան ժամանակ հանդուրժում են իրենց։ Թողում են, ընդունում են, վերանայում են, գործը ասել է միջև Լավրով, Պուտին, բոլորի կարծիքները կա, մակագրությունները կա, ինչպես ասում են, թղթի վրա վիզաները կա, ամեն ինչ կա, եւ ես մեր խոսակցության ժամանակ էլ էի հարցնում, ո՞նց է հանդուրժում են, ասում են առայժմ դե մենք օրենքի շրջանակներում ենք, մենք օրենք չենք խախտում, քաղաքականությունով չենք զբաղվում, մի խոսքով, բայց երբ որ արդեն գործը ասել է ՄԱԿ Մոսկվայի պայմանագիրը վերաբերյալ կանչել ասել է դուք այլևս քաղաքացի չեք, զրկված եք քաղաքացի լինելու իրավունքից։ Հիմա կարդանք հիմնավորումը, լսենք իրը։ Ման մեջ երկու բառով երկու կարևոր բան կա, ես նշեմ, գրված է, որ ինձ ավելացնեմ մեկ բառ, իբր թե ես երկար ժամանակ, այսինքն այս հարցով մենք զբաղվում ենք Կարսի Մոսկվայի պայմանագրերի դենոնսացումով զբաղվում ենք 2000 թվականից, արդեն 6-րդ տարին է։ Երկար ժամանակ երևի ինձ թվում է նկատի ունեն, որ ես համագործակցել եմ ռուսական իշխանություններին, պետությանը թշնամաբար տրամադրված պետության հետ։
Այդ ընթացքում իմ ամբողջ շփումները եւ համագործակցությունը եղել է հայ ժողովրդի, Հայաստանի եւ ժողովրդի Ռուսաստանի հետ ու որևէ այլ պետության հետ ես եւ քաղաքացիների հետ համագործակցություն չի եղել կապ Մի խոսքով շատ հետաքրքիր ժամանակ է գնացել Մոսկվայի պայմանագրի վիճակումը դեպի ՄԱԿ-ի միջազգային դատարան, երբ որ Ադրբեջանը փաստորեն ըստ դրա ստացած Նախիջևանը, այդ պայմանագրի ստացած Նախիջևանը, ինքնավարության սկզբունքով ինքը սեփականաշնորհում է իր Արցախի հետ միասին, հա։ Եվ այդ ամբողջ ընթացքում բողոք ա եղել, վիճակում ա եղել Ռուսաստանում, եւ հիմա գործը գնում է ՄԱԿ։ Հարց. ում պատվերով, ում միջամտությամբ պարոն Միրզախանյանը զրկվեց Ռուսաստանի քաղաքացու կոչումից, հա, Ռուսաստանի քաղաքացիությունից, տենց ասեմ։ Մի քանի կարող է պատվիրատուն ունենալ։ Այս գործի պատվիրատուները ովքեր կարող են լինել։ Թուրքիա, Ադրբեջան, թեկուզ հենց ինքը Ռուսաստան։ Բայց ես չեմ կարծում, որ Ռուսաստանի համար սա էական է, որովհետև եթե նույնիսկ ինքը սա իր համար էական լիներ, մի հատ բխկոս գոնե դուրս կգար, երբ որ Ադրբեջանը հայտարարեց, որ չի գործում Մոսկվայի պայմանագիրը, թքած ունենա ինքը դրա վրա, եւ խլումը փաստորեն Ռուսաստանից եւ Թուրքիայից այդ տարածքները։ Կամ սա համատեղ ամենահավանականությամբ համատեղ համաձայնության արդյունքում է եղել, ամեն դեպքում եղել է դիմում, եղել է ճնշում, պահանջ, կանգնեցնել մարդուն եւ նրանց թվում է, որ պարոն Միրզախանյանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից զրկելով կասեցնելով այս գործընթացը։ Բայց ես դες պետք է ասեմ, որ սա ոչինչ բան չի փոխում իրականում, հա։ Սա մասին է ասում պարոն Միրզախանյանը։ Ստեղծեցինք Հայաստանում, Վիլսոնյան Հայաստան, Հայության միության եւ արդարազարգացման հասարակական կազմակերպությունը, որը գրանցված է դեկտեմբերի 22-ին 2025 թվականին եւ կայական կանոնադրությունը եւ կայականագործություն ունի, կնիկը գոյություն ունի եւ մենք արդեն հռչակագիր ենք ուղարկել բոլոր համահայկական կազմակերպություններին, որ ովքեր ուզում են կարող են միանալ, կարող են օգտվել մեր նյութերից, եթե ցանկություն ունեն, կարող են դիմել։ Պատկերացրեք, այդ երբ որ 2021 թվականին հայտարարեցինք, խնդրում ենք, ուզում ենք, որ որևէ հայկական կազմակերպություն, Հայաստանի կազմակերպություն զբաղվի դրանով, որ շուտ այդ հարցը բարձրանա ՄԱԿ-ի քննարկմանը, հաշվի առնելով, որ դեռ պատերազմը Արցախի չէր սկսվել, մենք նույնիսկ հայտարարեցի եւ ձեր ամբիոնով եւ Մոսկվայում հայտարարեցի, եթե մենք ասի Մոսկվայի պայմանագրերի հարցը չբարձրացնենք ՄԱԿ-ի քննարկմանը, պատերազմ լինելու է։ Դա ես հայտարարել եմ Մոսկվայում 21 թվականի մարտի 15-ին։ Արցախի դատարկելու հաշվի առնելով, որ ոչ մի հայկական կազմակերպություն այդ 5 տարվա ընթացքում չդիմեց Հայաստանի կառավարությանը, իշխանությունների որևէ ճյուղին, որ այդ հետաքրքիր է, չէ՞։ Պարլամենտում շակերտավորում դիմություններ ունենք, չէ՞ մենք։ Չէ՞ նայենք իրանք են միջազգային կազմակերպություն, նայենք նաև իրանք են կազմակերպություն, ներկայացված են խորհրդարանում գլողը տանի վերջո։ Երկրի կարևորագույն ամբիոնն է, ունենք ավանդական կուսակցություններ գլողը իրանցնել տանի, հա։ Քար լռություն, շամպես վախենում են խոսել Մոսկվայի պայմանագրի մասին։ Ինչի՞։ Հենց խոսում են Մոսկվան ունքերը խառնում է։ Դե պարզ է դառնում, որ երկու ավազակ, երկու հանցագործ վերցրել են, դրել են սեղանի վրա Հայաստանը, ուսել են կիսել, ես քեզ էսին դեսել Ադրբեջանին, էսիստեր, ու անկարծ ես մասին, այսինքն դու զոհն ես, քեզ մասնատել ենք, բայց դու նույնիսկ բողոքելու իրավունք չունես։ Բողոքել ինչ է, դու դրա իրավունքներ չունես։ Ասի Մոսկվայի պայմանագրերով եւ Վիլսոնի իրավարար վճիռ գործողության մեջ տնելու համար դեմի ՄԱԿ-ի մենք որոշեցինք այսպես, եթե մենք Ռուսաստանում այդքան արել ենք, Հայաստանում էլ եթե մենք չանենք, ելով պիտի անենք։ Եվ դրա համար ոնց տարվա վերջին մենք ստեցինք համահունչ անվանումով Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպությունը, որի կանոնադրությունով
գրված է։ Միակ հարցը նույնպես օրենքի ճանապարհով, իրավական ճանապարհով հասնել թերի մնացած ռուսական դատականատյաններում գնահատական ստանալ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի մասին եւ պահանջել գործողության մեջ դնել Վիլսոնի իրավարար վճիռը, որտեղ մենք համոզված ենք առաջի երկու պայմանագրերի գնահատականից հետո հետևելու է։ Բա որն է այն միակ միջազգային իրավական փաստաթուղթը, որը Հայաստան պետության համար, հայ ժողովրդի համար համարվում է միջազգայինորեն ընդունված փաստաթուղթ։ Դա կլինի Վիլսոնի իրավարար վճիռը եւ Վիլսոնի իրավարար վճիռը կլինի, այսպես ասած, Հայաստան պետության հայ ժողովրդի կատաստրոֆ վկայականը։ Մի բան որ Սավանի ծնունդը ներածինը Հայաստանը կատաստրոֆ վկայական չունի։ Քոչվորները ունեն, ու արդեն մշակութային ժառանգություն են Սյունիքում։ Սյունիքում է, պատկերացնեք Սյունիքում։ Հիմա սյունեցիները երբ պետք է ընկնեն սաներով մանգան, գտնեն թե այս քոչվորները որտեղ ունեն։ Ինչ են ունեցել Սյունիքում սրանք։ Սյունիքում երազանք են ունեցել։ Կարող է իրանք այդ ինը նկատի ունեն։ Ես հաջորդ տեսանյութ եմ ուզում դնեմ նայենք սա, որտեղ շատ կարևոր է իմանալու համար։ Փոքրիկ Սուրբ Ջեյմս անունը ստացած Էփշտեյնի սկանդալային կղզին եղել է ոչ միայն մանկապղծությունների, սեռական հանցագործությունների ծպտված վայր, այլև դիվանագիտական խարդախությունների ու քաղաքական գործիչների կուլիսային շփումների տեղ։ ԱՄՆ Արդարադատության նախարարության հրապարակած 3 միլիոն ֆայլերի մեջ հայտնաբերված էլեկտրոնային նամակներն են վկայում այն մասին, որ Էփշտեյնն իր սեփական կղզում պարբերաբար ընդունել է ամերիկացի միլիարդատեր Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքին, Թուրքիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին։ Նրանց հետ քննարկել մեզ հայերիս վերաբերող հարցեր, մասնավորապես Միացյալ Նահանգներում հայկական լոբինգի դեմ պայքարելու, հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ձախողելու պլաններ։ Դավութօղլուն բացատրել, որ ինքը թիմած էր Թոմաս Պրիցկերին, աս միլիարդերին, որ օժանդակ է Թուրքիո կառավարության, որ մերժեն հայկական ցեղասպանությունը։ Այսինքն աշխատին Ամերիկայի հայտարարի հանձնախումբի, Ամերիկահայ քաղուտի շանքերուն դեմ 2015-ին հայկական ցեղասպանության 100-ամյակին ակտիվ գեցնելու, արկելելու ամերիկյան կառավարության հայկական ցեղասպանության ճանաչումը։ Այսինքն Դավութօղլուն, Բարակը, Էփստինը, Դոնալդ Թրամփը, Ջո Բայդենը, Քլինտոնով, Օբամայով, բանով հավաքվել է սեղանի շուրջ երեխա ուտելու ժամանակ ծերետ էլ քննարկել են, ասենք Հայաստանի հարցը ոնց է լինել, հայկական ցեղասպանության հարցը ոնց է լինելու։ Գիտեք մեր հարցերը որտեղ է քննարկվել նույնիսկ, հա, եւ ովքեր են այդ կարևոր դերակատարները, որոնք զբաղված են եղել ու այսօր իրենք կա։ Եվ պատահական չի, որ մանկապիրծ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչը տարածաշրջանում հենց իր մանկապիրծ Բարակն է։ Տեսել եք, չէ՞, թերեշի դեմքը։ Հենց ինքն է։ Ըստ հրապարակված նամակների Դավութօղլուն մի քանի անգամ Էփշտեյնին գրել է, որ նահանգներում հայկական լոբինգի ջախջախումը ի վերջո գլուխ բերելու համար պատրաստ է աշխատել ամերիկացի միլիարդատերերի հետ։ Բադոր կողքին նույնիսկ Գիտեք ինչ է նշանակում պատրաստ է աշխատել ամերիկյան միլիարդատերերի հետ։ Իսկ պատրաստ է երեխեք մատակարարել։ Ինչ է ձեզ պետք։ Փող, երեխա, մենք հեսա դա մասին ենք խոսալու։ Մենակ $200 միլիոն, $200 միլիոն երեխան մատակարարել։ Ինչ է ձեզ պետք։ Հա փող ասեք ձեզ ինչ է պետք, որ մեր նպատակին հասնենք, մենք դա էլ կանենք։ Ապացույցները նույնիսկ հիմա արդեն Թուրքիայում են խոսում դրա մասին, մենք հեսա դա ենք ցույց տալու, բայց լսենք այդ դատին։ Պատրաստ էր Էփստինի նման անչափահասներու թեմ հանցագործի հետ աշխատակցելու, որովհետեւ հայկական ցեղասպանությունը շարունակեն մերժել եւ ջնջում բանացնեն, որ միջազգային մագարտակի վրա հայկական ցեղասպանությունը չի ջանցել։ Խոսելով ամերիկացի միլիարդատերերի աջակցության մասին, Դավութօղլուն ու Էփշտեյնը պարբերաբար քննարկել են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի անունը։ Հասկանում եք, չէ՞, ասեն ամերիկացի միլիարդատեր, դրանք ովքեր են, որ Էփստինը դրանց հետ բան պետք է քննարկի։ Այսինքն իր տան հրեշներն են, այսինքն բոլոր իմ դեպքում ասեմ իրանց ինչն է բանը միավորում։ Մենակ այդ նախասիրությունը չի։ Դա կուլտ է։ Դա մի բառով կոչվում է սատանիզմ։ Այսինքն սրանք բոլորը սատանիստ են։ Իրանք իրենց դա է կապում, անկախ ազգությունից, անկախ կրոնից, անկախ սեռական նախընտրություններից, սեռական պատկանելությունից։ Մի բան է,
իրանց բոլորին սրան, Էփստինին, Դոնալդ Թրամփին, Դավութ Օղլուին, այն մյուս այն Օզին, հա, դրանց բոլորին Նետանյահուն միավորում է մի բան, սրանք բոլորը սատանայապաշտ են։ Ու հիմա սատանապաշտները ղեկավարում են եւ Ամերիկան, եւ աշխարհը, մասնավորապես հիմա իրանք այս սատանայի դեմքով է դրված են, որ կառավարեն տարածաշրջան։ Լսենք։ Որպեսզի նրա միջոցով կարողանան ազդեցություն ունենալ ամերիկյան կառավարության վրա, ջուրը գցեն հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայդատի ջանքերը։ Ամերիկայի տեսփան Թամբարակի անունը Էփստինի այդ 3.5 միլիոն փաստաթղթերուն մեջ 540-ն ավելի անգամ նշված է եւ ցույց կտա թե որքան սերտ հարաբերություն տեղի ունեցած է Էփստինի եւ Թամբարակի միջեւ։ Բարակն ու Էփշտեյնն այնքան մտերիմ են եղել, որ Էփշտեյնը հաճախ է նրանից աղջիկ երեխաների նկարներ խնդրել, ինչպես ինքն է գրել, դա իրեն ժպիտ կպարգևի։ Աղջիկ երեխեք։ Ստացվում է Թուրքիայի նախկին արտգործնախարարը օգտագործել է Էփշտեյնի ու Բարաքի մտերմությունը նահանգներում հայկական լոբինգի դեմ պայքարելու համար։ Ըստ հայդատի, դա ոչ թե անհատական նախաձեռնություն է եղել, այլ պետական քաղաքականություն։ Այդ անձը Ամերիկայի տրամադեր միլիարդեր Թոմաս Պրիցկերն էր եւ ուրեմն իրեն միջոցով գործեին օգտագործել այս Ինչ-որ է։ Սա է իրականությունը։ Սա է իրականությունը, որ հայդատի եւ հայկական պահանջների պահանջատիրության դեմ պայքարում են նույնիսկ Էփստինի կղզում կամ կղզուց, ոնց ուզում ենք կարող ենք սա վերցնել։ Իսկ ինչ վերաբերվում է հայդատի գործունեությանը, որը իհարկե ես ողջունում եմ իրենք ինչ որ անում են, բայց մի հարց եմ ուզում տալ։ Մենք նաև ունենք Մոսկվայի պայմանագիր։ Մոսկվայի պայմանագիր, որով երկու բանդիտ, երկու սրիկա որոշել են ու կիսել են Հայաստանը մեջտեղից, ով ինչ ուզել արել է։ Կարիք չկա այս առումով ցենք օգնելու Միրզախանյանին կամ մի բան էլ դուք անեք այս ուղղությամբ։ Իսկ թվում է ճիշտ կլինի ու վատ չլինի առնվազն։ Մանավանդ այս մասին պետք է խոսվի նաև Ամերիկայի մեծամահանգներում եւ Վիլսոնյանի եւ վճիռի մասին եւ Մոսկվայի խայտարակ պայմանագրի մասին, ասացի օկուպացիայի մասին Հայաստանի։ Սա այն թեմաներն է, որ թուրքը չի ուզում լսի։ Այսինքն թուրքը շամպես վախենում է այս թեմաներից։ Մենք ինչի չենք խոսում Ամերիկայի մեծամահանգներում դրա մասին։ Ես կարծում եմ, եթե մեր նպատակը մեր իրավունքների պաշտպանությունն է եւ գիտենք, որ սա նեղացնում է թուրքերին, առավել եւս դա մասին ավելի շատ է պետք խոսել։ Հուսով եմ հայդատը կվերանա իր քաղաքականությունը, տակտիկան եւ կավելացնի եւս մեկ պունկտ իր խոսակցականի մեջ, պահանջների մեջ, խոսի նաեւ Մոսկվայի խայտարակը Կարսի պայմանագրերի մասին։ Ի վերջո չմոռանանք սրանք ով են, հա? Սրանք մենք սրանց մասին ենք խոսում։ Մենք սրանց մասին ենք խոսում, ովքեր այսօր Հայաստանի ճակատագրով են զբաղված։ Այս խայտարակների մասին ենք մենք խոսում։ Բայց սրանց ժամկետը երկար չի, վստահ եղեք, ամեն ինչ վերջանալի է։ Վերջանալի է վաղ։ 13 आइलैंड पे पहले ये प्रूफ देखो। Ես աղջիկը դրա մասին եմ խոսում էլի։ Իր աչքի առաջ են արել էս, խելագարված դուրս է փախել էս մոդելը։ Հյուրանոցից իրան եկան, բռնեցին, տարան, լսեցին ցուսմունքները միջև վերջ։ Եվ ինչ արեցին։ Իրեն ուղարկեցին գժանոց։ Այո, հոգեբուժարան։ Բայց հիմա բանը բանից անցել է։ Բանը բանից անցել է եւ արդեն ոչ մեկի համար կասկածի տեղ նույնիսկ չկա, որ սա իրականությունն է, որ սա եղել է ու շարունակվում է։ Երևանի կենտրոնում փաստորեն մեկը սես նստած նամազ անում։ Մոտեցել են հարցել են, իսկ դու ինչի անում չես, հա? Իրանական անում չես։ Ասել է իրանցի եմ։ Բա որ իրանցի ես, ինչու իրանական մզկիթում չես քո նամազն անում։ Ասել է իմ կրոնը մի քիչ տարբերվում է։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Ինքը իրանցի չի։ Ինքը ադրբեջանցի է։ Այնտեղ է տարբերվում մի քիչ իրանց ասելով։ Այո, ադրբեջանցիներն արդեն Երևանում են
քաղաքապետարանի այգու դիմաց նամազ են։ Շնորհավորում եմ քաղաքապետին, նրա աջակիցներին, Արամ Սարգսյանին առանձնապես, ես ուզում եմ Արամ Սարգսյանից տունը վերածվի նամազատեղի եւ իհարկե Փաշինյան Նիկոլ ու իր աջակիցներին։ Եվ այսպես թուրքերը կարող են իրականացնեն Երևան-Լոս Անջելես թռիչք։ Երևան-Լոս Անջելես թռիչք իրականացնեն թուրքերը։ Ես հիշեցնեմ, որ սրանց իշխանություն գալուց անմիջապես հետո սկսվեց իրականացվել հայկական ավիափոխադրողների, այսինքն ազգային ավիացիայի ոչնչացումը, գիտեք ինչ աստիճանի վրա, որ նա այլևս հնարավոր չլինի վերականգնել, այսինքն ոչ միայն գցել սև ցուցակների մեջ, այլև կադրային եւ նյութական այնպիսի վնաս հասցնել, որ նա չվերականգնվի։ Եվ դա գիտեք ում ձեռով արվեց, հիշում եք այդ Տաթևիկին, այն որ իր ամենամեծ ձեռքբերումը այդ ասպարեզում եղել է տոմս վաճառելը։ Տոմսավաճառ Տաթևիկն էր դա։ Ու Տաթևիկը պատահական դեռ չնշանակվեց։ Գիտեք ով էր նրան բերել, ում աշխատողներն է։ Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ գործիք Ալեքսանդր Արզումանյան, Ալիկի, սենց ասած։ Եվ այսպես Լևոն Տեր-Պետրոսյանի կադր, Ալիկի, աշխատող, տոմսավաճառ Տաթևիկին նշանակում են Հայաստանի ավիացիայի ղեկավար, որը կար ժամանակամիջոցում ընդամենը 1-2 տարվա մեջ քանդում է համակարգը տոտալ, բայց դրան նշանակելու որպեսի շատ կեղտոտ ու շատ բան չլիներ, կոպիտ չլիներ, դրա հետ մեկտեղ նշանակեցին վարշապետի խորհրդական ցույց տալու համար, հիշում եք, հա, Հակոբ Ճաղարյանին, փորձառու օդաչու, այդ գործի մասնագետ, մենք էլ ոգևորված, հայկական ավիացիան է, սա լուրջ մարդիկ են կանգնած։ Եթե հիշում եք, այդ ընթացքում տնտեսության վերականգնման համար տալիս են Տարեմ Աջեմօղլու անունը, բայց նա տեղյակ չէր ընդհանրապես, որ ինքը պետք է ինչ-որ մի բան անի Հայաստանի համար, եւ ավիացիայի առումով որպես դեմք, որպես որ ասեք մենք գործ ենք անում, հրավիրել են Հակոբ Ճաղարյանին։ Դե այլ լուրջ ընդունելով իր գործունեությունը, սկսել էր բանակցել Բոյինգի հետ, Բոյինգի ներկայացուցիչներին բերել էր Հայաստան, անտիժ պայմաններով լիզինգ էին առաջարկում Բոյինգներ, որ պետք է դառնար Հայաստանը տարածաշրջանի համար, ոչ միայն ավիափոխադրող, այլև նաև կողքի տարածքների համար անցումային կետ, այսինքն տրանզիտ կետ, եւ Բոյինգը համաձայնվել էր տրամադրել այն ինչ որ պետք է հեղափոխված Հայաստանի համար, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանում համար, ոնց որ ասենք Դուբայն է, Կատարն է, Հայաստանը կարող է այդպես դառնալ, բայց չէ, ինձ դա պետք չէ։ Հակոբ Ճաղարյանին դրել են, որ ինքը հետևար, բայց ոչ թե որ թողեն ինքը գործաներ, եւ տապալեցին բոլոր ծրագրերը։ Ճաղարյան Հակոբն ասեց. «Էս ինչ արեցիք դուք։ Դուք ոչ միայն վնասեցիք իմ հեղինակությունը, դուք սարսափելի հարված տվեցիք նաև Հայաստանին։ Այդ լուրջ կամպանիաները համաձայնվել էին գան եւ տային իրենց տեխնիկան Հայաստանի նման քոսոտ երկրին, կներեք արտահայտությունս, քոսոտ կառավարությանը, որ ոչ մի բանով չէր ֆինանսավորում եւ չէր բանանում, չուներ ոչ մի բան դիմացա տալու, բայց եկել էին, չէ։ Մի խոսքով, բայց դա ծրագրերի մեջ չէր մտնում, հակառակ մտնում էր Հայաստանի ավիացիան սև ցուցակի մեջ մտցնել, որի արեցին, որի համար Ճաղարյան Հակոբը բազմիցս զգուշացնում էր, որ ձեր գործունեությունը, ձեր գործողությունները բերելու է սրան, եւ այդպես բերեցին, տապալեցին, հայկական ավիացիան ոչնչացրեցին, մեկ էլ մի հատ fly one, ինչ որ մի հատ low cost, մի հատ ճղճին բան են բերում, խափում ժողովրդին, որ սա էժան է, բայց որի դիմաց պետությունն է վճարում, ժողովրդի համար կարևոր է էժան է։ Ինքը գիտի դա էժան չի, հարգելի զամակ դուք եք վճարում, պլյուս, եւ հիմա կասեն, բա, հայկական ավիացիան այն հնարավորությունը չունի, որ Երևան-Լոս Անջելես թռնի, թուրքերն ունեն, ու սա շատ շահավետ բիզնես է, բերեք թուրքերին տանք, հասկացաք ինչ արեցին, ճանապարհներ են տալու թուրքերին, էներգետիկաներ են տալու թուրքերին, ամեն ինչ են տալու թուրքերին, վերջը Հայաստանը, սա է նրանց լկտի ծրագիրը, ու առայժմ անխափան նրանք իրականացնում են,
Առայժմ եմ ասում, որովհետև մնաց 3 ամիս։ 3 ամիս 10 օր գուցե։ Որ հասկանանք ինչով ավարտվելու այս կապիկությունը։ Հայ ժողովուրդը ինչքան պետք է հանդուրժի այս սադիկայությունն ու ստորությունը։ Ապրենք տեսնենք։ Իմ հայացք։ Ես Միքայելն եմ Մարգարյան, 44 օրյա պատերազմի մասնակից։ Սեպտեմբերի 27-ից կամավոր եղել եմ Հադրութի առաջնագծում։ Այնուհետև հոկտեմբերի 10-ին եղել եմ Հադրութում եւ ներկա եմ եղել Հադրութի անձմանը։ Ցավոք սրտի մինչ այսօր չգիտեմ ոչ մեղավորներին, ոչ պատասխանատուներին, ինչու է Հադրութը հանձնվել առանց որևէ մարտի։ Բարձրաձայնել եմ ռազմական դաշտում արկա խնդիրների մասին, որի համար բերման եմ ենթարկվել եւ տուգանվել եմ 1 միլիոն դրամով։ Ցավոք սրտի նոյեմբերի 9-ին եղել եմ Շուշիից 10 կիլոմետր հեռավորության վրա եւ այն ջոկատը, որում ես ընդգրկված էի, Դուք հիշում եք, որ ովքեր տեղեկություն են տալի ռազմաճակատից, ինչ է կատարվում։ Տուգանք է սահմանված 1 միլիոն դրամ, չասես որ դավաճանում ենք ընդ։ Մենք պիտի դավաճանենք, դու պիտի իմանաս, բայց այդ մասին պիտի չխոսաս, որովհետև քեզ դու տուգանենք։ Այս նույն իշխանությունն էր։ Ասում էր մենք պետք է սպանենք ձեր երեխեքին, մենք պետք է հանձնենք ձեր երկիրը։ Դու այդ մասին պետք է չխոսաս, խոսաս քեզ 1 միլիոն դրամ պետք է տուգանենք։ Այսօր ցանկացած մարդ, եթե դաս իհարկե կարելի է մարդ ասել, ովքեր այս կամ այն ձևով աջակցում են այս իշխանությանը, իրանք նույն բանն են ասում ձեզ։ Նույն բանը, այո, մենք պետք է դատարկենք Հայաստանը, այո, մենք սպանել ենք ու սպանելու ենք, այո, եւ դու իրավունք չունես այդ մասին խոսելու։ Ու ցանկացած մեկը, որը դրանց հետ շփվում է, մարդավարի։ Հա։ Նշանակում է համաձայն է դրա։ Ընդունում է այդ նախապայմանները։ Շարունակենք լսել Միքայելի։ հրաման չի ստացել մասնակցել Շուշիի պաշտպանությանը։ Ինձ համար մինչ այսօր անհասկանալի է, ինչու բոլոր ուժերով չենք պաշտպանել Ես ուզում եմ հատել լսեք, ասում մենք եղել ենք Շուշիից 10 կիլոմետրի վրա եւ մենք հրաման չենք ստացել մասնակցել Շուշիի պաշտպանությանը։ Ինձ Հատելսեք։ 10 կիլոմետր հեռավորության վրա եւ այն ջոկատը, որում ես ընդգրկված էի, հրաման չի ստացել մասնակցել Շուշիի պաշտպանությանը։ Մենք զգորում են Շուշիի պաշտպանող չկար։ Ես միշտ ասել եմ, տղերք ընդեր էին։ Ընդեր էին, նաեւ գորիսում էին կանգնած տասնյակ հազարավորներ, որոնց թույլ չէր տրվում մտնել Արցախ։ Ինձ համար մինչ այսօր անհասկանալի է, ինչու բոլոր ուժերով չենք պաշտպանել Շուշին։ Այս կարևոր հարցերին եւ բազում այլ հարցերի պատասխան պետք է տար 22 թվականին ստեղծված պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, որը ղեկավարում էր Անդրանիկ Քոչարյանը։ Մինչ 25 թվականի սեպտեմբեր հանձնաժողովը կատարել է հսկայական աշխատանք պետական ռեսուրսով, պետական միջոցներով, կարծես թե հարցաքննել է պատերազմի մասնակից բոլոր բարձրաստիճան անձերին եւ սեպտեմբերին պետք է ներկայացվեր զեկույց։ Բայց ազգային ժողովը համարեց, որ ժամկետներ է խախտվել եւ չի հրապարակել եւ չի դրել ազգային ժողովի քննարկման։ Այսօր ես ընդունում եմ անհետ կորածների ծնողների հարազատների կոչը։ Նրանք մեծ հույսով սպասում էին, որ հանձնաժողովի զեկույցը լույս կսփռի իրենց զավակների որոնման աշխատանքներին։ Ցավոք սրտի նրանց էլ է մերժվել որևէ կերպ առնչվել ծանոթանալ զեկույցին։ Ես միանալով նրանց կոչին, ինքս կոչ եմ անում բոլորին, ով մասնակցել է պատերազմին, ով կորուստ է ունեցել պատերազմին, տուն է կորցրել պատերազմի հետևանքով, հայրենիք է կորցրել պատերազմի հետևանքով, ով միջոցներ է տրամադրել պատերազմի հաղթանակի համար։ Մենք բոլորս պարտավոր ենք իմանալ ճշմարտությունը։ Ես միանում եմ։ Ես էլ եմ միանում։ Ես հարազատ չեմ կորցրել, բայց ովքեր կորցրել են հարազատներն նրանք իմ հարազատներ են։ Ովքեր կյանքն են տվել, այնտեղ իմ հարազատներն են։ Ովքեր տուն են կորցրել, ես զգում եմ ոնց որ տունը ես էլ եմ կորցրել, ես հայրենիք եմ կորցրել իրենց տան հետ միասին։ Ես միանում եմ այս կոչին ու սրանց հիշացնում եմ։ Անդրանիկ Քոչարյան կլինեք, ով կլինեք, Նիկոլացին Նեղացիններ։ Այս պահանջը լինելու է կա այնքան ժամանակ, քան այս հարցի պատասխանները չկա։ Հասկանում եք, մենք փաստորեն մենք էլ մեր Էփստինի ֆայլերն ունենք, ցուցակներ ունենք, ոնց Դոնալդ Թրամփն է թաքցնում իր եւ իր մանկապիրծ ընկերների հանցագործությունները, սատանիստների հանցագործությունները,
այնպես էլ Փաշինյան Նիկոլնա ծածկում իր եւ իր մնացած պիղծերի, դավաճաների, սեյական մարդասպանների հանցագործությունները։ Բայց հասկանում եք, չէ՞, որ թղթերը կան, փաստերը կան, ընդամենը 5 տարի անցել, ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացել ոչինչ, ու վաղ թե ուշ այս հարցերի պատասխաններն լինելու է։ Վաղ թե ուշ դուք պետք է պատրաստ լինեք դրա։ Անջում եմ, որ ազգային ժողովը լսումներ կազմակերպի այդ զեկույցի վերաբերյալ։ Մենք պետք է իմանանք ճշմարտությունը։ Հակառակ դեպքում ես պնդում եմ, որ զեկույցը չհրապարակելով իշխանությունը պարփակում է պատերազմի, պարտության եւ Արցախի կորստի մեղավորներին, հանցավորներին եւ ինչու՞ չէ պետական դավաճաններին։ Չէ, ինքը չի պարտակում պետությունը, իդեմս Ալեն Սիմոնյանի, որ ասում է ժամկետ անցա, կարծես թե ավելի կարևոր հարց կար հանրապետությունում, ինքը ոչ թե ինքը պարտակում է, ինքը հայտարարում է նրա մասին, որ ինքը հանցակից է։ Ինքը հայտարարում է նրա մասին, որ ինքը հանցագործ է, ինքը չի պարտակում։ Սրանք տարբեր բաներ են։ Այնպես որ ես մեղադրում եմ Հայաստանի կառավարության ազգային ժողովի բոլորին հանցագործ լինելու մեջ, որ նրանք չափածոցեցին, որ հանցագործները իրենք չեն։ Իմանալով ովքեր են հանցագործները, նրանք չհրապարակեցին։ Որը ենթադրում է մի բան։ Իրենք չեն ուզում, որ իրենց մասին մենք իմանանք։ Բայց մենք գիտենք, չէ՞։ Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք ոչինչ չի մոռացել։ Ոչ մի պահանջատեր չի հրաժարվել իր պահանջից, ոչ մի երեխա կորցրած հայր, մայր, եղբայր, չգիտեմ, զավակ, ոչ մեկ չի ասել դե լավ է։ Այն չէ դեռ որ հայրենիք կորցրած, տուն կորցրած, ոչ մի մարդ, ոչ մի երեխա չի ասել դե լավ։ Մարդիկ երազներում են իրենց հարազատներն, իրենց տունը տեսնում դեռ։ Այնպես որ Փաշինյան Նիկոլու կից տականք ների զավակներ դուք դեռ կանգնելու եք իրական դատաստանի առաջ։ Ամեն օր քնելուց սա պետք է հիշեք, ամեն օր։ Սա նույնպես այս մարդակերպ դերը։ Դուք խնդրում եմ այդ ռեպլիկի փոխանակ Ձեր էկրաններին հայտնված անհավասարակշիռ պահվածքով այս մարդը Արմատ մեդիայի Մի ասեք մարդը։ Ասեք այս թուրքի զավակը հոդինել եմ ճանաչում։ Կարող եմ պնդել։ Հա։ Եթե մեկը հրապարտանում է իր այս վիժված տղով, նշանակում նույն թուրքել ինքն է։ Թուրքի կողմից հավաքագրված է։ Հա։ Սա անբարոյական գոյացությունը եւ ոչ միայն սա։ Մի ասեք այս մարդը, լսեք։ ֆինանսավորման դարդից քունը կորցրած Ռուբեն Ռուբինյանն է։ Որոշել է Սաղմոսավանքի քահանա Տեր Օշինին սպառնալուց հետո հիմա էլ այժմ միջանցքում մաթ թափ տալ այս անգամ լրագրողի վրա։ Ես աշխատում եմ լրագրող, Դուք հասկանում եք, որ երկիրը սրանք են ղեկավարում ժողով։ Սա Հայաստանի մասին է խոսքը։ Հայաստան, որտեղ ապրում են երևի ավելի մի փոքրիկ Հայաստան երևի ավելի շատ գիտնական է եղել, քան ամբողջ մի քանի 11 միլիոնանոց բնակչություն ունեցող տարբեր երկրներում։ Սա Հայաստանն է ամեն դեպքում, էլի։ Երկիրներ կան գիտությունների ակադեմիա չեն ունեցել, Հայաստան ունեցել է։ Ֆիզիկայի ինստիտուտ չեն ունեցել, Հայաստան ունեցել է։ Հայաստանն է սա, ու Հայաստանի սա ներկայացուցիչն է այսօր, դուք հասկանում եք մենք ուր ենք իջել։ Սա մերմելիք է։ Սա մարդաբանական իմաստով, սա ոնց որ մարդ կարգավիճակից մարդը անկում ապրի կապիկի կարգավիճակի։ Ու չներվի դրանից, ընդ որում։ Այսինքն ցանկացած մեկը, որ նայելով սրան չի ներվում, որ իրեն սա է ներկայացնում, դա նշանակում է իր համար նորմալ է, որ մարդը մարդ կարգավիճակից կարող է իջնի դեգրադացվի մինչև կապիկի կարգավիճակ։ Նշանակում է ինքը հարմարվել է իր կապիկ լինելու հանգամանքի հետ։ Թուրն աչուձախ կտրող Ռուբինյանը հավանաբար Թուրքիայում կրթվելու ընթացքում է սերտել լրագրողների հետ շփման այս մեթոդը, ինչը նրան օգնության հասավ Արմատ մեդիայի հարցի պատասխանից խուսանավելու համար։ Արմատ մեդիան ում է պատկանում։ Իսկ ինչ էր փորձում ճշտել Արմատ մեդիան Ռուբինյանից։ Սահմանադրության էլ իշխանությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու։ Իշխանությունը եկեղեցու գործերին
չի միջամտում եւ իդեպ կներկայանաք դուք որ լրատվամիջոցի։ Դրանից բան է փոխում։ Իրանք չեն միջամտում։ Սա այն որակն է, սա այն պատասխանն է, որը կարող է տալ մարդաբանական իմաստով մարդուց կապիկի աստիճանի հասած մեկը, որ այսօր Հայաստանն է ղեկավարում։ Նաև սա է։ Նաև սա։ Դուք գնում եք օրինակ 1 օրում 5 լիտր բենզին, որը արժի 520 դրամ։ Ծախսում եք 1100 դրամ։ Լսեցիք այս անասունին։ Չէ, ես կներեք թողներեն ինձ անասունները, նրանք հաստատ գիտեմ, որ ասենք 5 լիտր բենզինը 550 դրամով հաստատ 1100 դրամ չի անում։ Բայց ոչինչ որ ինքը չգիտի։ Ողբերգությունն նրանում է, որ սա Հայաստանի էկոնոմիկայի նախարարն է։ Ու սա նայա, մեկն է, որ մեզ ասում է, եթե մեզ չընտրեք, սրանց չընտրեք, որ 5 անգամ 550 չգիտեն ինչքան անում, եթե իրանց չընտրենք, մենք չվերանալու ենք, մենք ոչ աշխարհ, ոչ անկախություն ենք ունենալու, ոչ արհեստական բանականություն ենք ունենալու։ Լսեք այդ տխմարները, միջև արհեստական բանականության հասնելը մարդ պիտի բանականություն ունենա։ Հասկանում եք։ Դուք դրանից եք զուրկ։ Սրանք մեզ սպառնում են։ Ընտրեք մեզ, մեկից որ 5 անգամ չգիտենք ինչքան է, որ դուք ապագա ունենաք։ Դες ընտրեցինք էլի 18 թվականին, կորսեցինք, ունեցանք 44 օրյա պատերազմ, կորսեցինք 13000-ավոր մարդ։ Մեծ 21-ին ընտրեցին, կորսեցին Արցախը։ Ասում եմ հիմա ընտրեք, բայց Փաշազադեն էլի պահանջներ ունի, ընտրեք, որ մենք իրականացնենք ձեզ համար։ Կրկնում եմ ու պնդում եմ, ցանկացած մեկը, ով շփվում է սրանց եւ սրանց աջակիցների հետ, ու դրանք իրենց ոտով կարողանում են լքել տարածքը, նշանակում է ինքը համաձայնա այս ամեն ինչի հետ, ինչ որ մեր առջև դրված է։ Հայոց Սասունյանն է գրել, սա որ է 2 հայ պաշտոնյա, որ մեկը վաղուց արդեն բան չի, դեսպան չի, մյուսն էլ դդումն է հայտնի, բազմասեր, անդեմք Արեգ Հարությունյանը, որը այս գրառումից հետո Հայոց Սասունյանն ասում է սունյակագիր, ընդամենը սունյակագիր, սունյակագիրում էլի, Հայոց Սասունյանը ընդամենը ով է, ուղղակի ես մի բանով կասե էլի, դդում, Հայոց Սասունյանը կա պատմության մեջ ինքը մնալու է, դու մնալու ես որպես դդում, բացի դդումից հայրենածախ, հայրենադավ դդում, ու դուք մեկն եք, որ նույնիսկ Հայաստանի ամբողջ ռեսուրսներն ունենալով գնում եք միտեղ, որտեղ ձեզանից բացի մարդ չկա։ Գիտեք այս նկարը չի է կողքում մենակ նկարած, դե մարդ չկա։ Վստահ եք, եթե ասենք գոնե մի 40 հոգի մարդ լինեին, անենց կնկարեին սս լայն ֆորմատով թիկունքից, որ ինքն էլ երևալ այդ 40 հոգիներն երևալ, որ իրանց այնտեղ Նիկոլիտեր դնող կա, էլի։ Բայց չէ, հասկացաք դուք ով եք, նույնիսկ ամբողջ պետական ռեսուրսները ձեր գրպանում ունենալով, դուք նույնիսկ դա չեք։ Այսօր Հայոց Սասունյանը անկախ ամեն ինչից միշտ էլ մնալու է։ Այ դուք, այ ձեր լինել չլինելը եւ ամենակարևորը որտեղ լինելը մեծ հարց է։ Մեծ հարց։ Այսինքն հարցը պարզ է, թե ժամանակի խնդիրն է, թե ժամանակի հարցը, թե դա երբ է լինելու, թե չէ որտեղ է լինելու, դա միանշանակ որոշված հարց է։ Սա ների եւ նրա աշխատակազմի դեմքն է։ Այս նկարը հոգեբանորեն ամեն ինչ բացատրում է։ Ինչ առումով, գիտեք։ Ասեմ ձեզ։ Ցանկացած մարդ իրան շրջապատում է իրեն հետաքրքիր, իրեն համար օգտակար, հարմարավետ մարդկանցով։ Դա լինի անձնական շփումների մեջ, աշխատավայրում, եթե դա հնարավորություն ունի, հա։ Փաշինյան Նիկոլը այն կազային հավաքածուն, որ հավաքել է իր կողմը, իր կողքը, որ դու նայում եք դեմքերին եւ դրանց ինտելեկտուալ ակարդակին, հասկանում եք մի բան։ Ները վախենում է բանիմաց, սկզբունքային, նույնիսկ տղամարդկանցից։ Տգետ, բայց նույնիսկ տղամարդկանցից։ Այսինքն իր կողքը կարա լինի
դդումը, որովհետև տղամարդ չի, հա։ Իր կողքին կա լինի Գևորգ Պապայանը, որովհետև 5 անգամ 550 չգիտի։ Հա, Ռուբեն Ռուբինյանը, որ ասենք հասկանում եք ով է։ Սա հոգեբանական կերպարն է մեկի, որը ցավոք ղեկավարում է մի երկիր, որը պատերազմի ժամանակ ավելի շատ մարշալատվ է հայրենական, քան ասենք մեծ հանրապետությունները։ Համատության նման եմ ասում, որ ասեմ այնքան գիտնական ու այնքան կարկառուն դեմքեր ուներ, որ ասենք իր այդ նույն քանակությունը կարող են ապահովել տասնյակ անգամ ավելի մեծ հանրապետությունները սովետական շրջանում։ Ու սա այս ները այսօր ղեկավարում է Հայաստան։ Հուսով եմ ժամանակավոր։ Բայց այս ընթացքում հանրապետականները, ինչպես նաև Քոչարյան Ռոբերտի մերձավորները հնարավորինս բոնուսները ստանում են Փաշինյան Նիկոլից իրենց կուսակցական, իրենց դասակարգային թշնամի, ճակերտներով եմ ասում թշնամի բառը, Փաշինյան Նիկոլից։ Հիմա էլ հերթական հանրապետական պատգամավոր օլիգարխն է, հա, էլի Արսենյան ստանում լգոտներ, ստանում այնպիսի պայմաններ, որ հանկարծ իր բիզնեսը ոչ մի ձևով չտուժի, որովհետև ասենք այս դեմքը, այս մտածելակերպ, այս արժի համակարգ ունեցող մարդու համար միևնույնն է, թուրքը իր տնից քանի կիլոմետր հեռու է։ Կարևորը, որ նույնիսկ այս ընթացքում ամենավայրկյանի նկատի ունենալով կարող է թուրքը մտի իրենց տուն ու իր կատարվի այն ինչ որ կատարվել է 15 թվականին, բայց դա էական չի կարևոր։ Այս պահին այս վիճակում ինքը իր պոստին է, ինքը այնտեղ փողը քերողն է, իրան էլ բաներ ապետ Փաշինյան Նիկոլի կառավարությունից, որ արտոնություններ բիզնեսը միշտ աշխատի։ Փող։ Մի օր եթե գա հանկարծ թուրքը հայտելի Սրանստաններում, ես կապսոսամ, շատ կապսոսամ, բայց կմտածեմ, որ մենք չկարողացանք կանխել անկանխելին, որովհետև սրանք մի ձևով պետք է պատժվեն, թե չէ։ Իրենց արարածների համար։ Դե հիմա, եթե ես չեմ կարողանում պատժեմ, բայց դրա պատրաստ է թուրքը, ու ես ամեն ինչ արեցի, որ դա չլինի, ես ափսոսամ դրա համար։ Չէ երևի։ Սա լսենք։ Նշեմ, որ Իտալիայից վերջերս մոտ 1-2 ամիս առաջ լրագրողներ են եկել, որտեղ շատ է շոշափում են հարցը, որ երեխաների ողջերգման հարցերով Իտալիա են տեղափոխել, հետաքննող լրագրողներ են եկել, հանդիպել ենք, գնացել ենք նաև մանկատան երեխաների համար հուղարկավորման համար նախատեսված գերեզմանոց, դա այդտեղից նախկինում էլ է եղել, գիտեք Սուրանգյունը անդրադարձել է դրան, չկան այդ 166 գերեզմանները, գոյություն չունեն, այսինքն 166 երեխաների ճակատագիրը, ես այդ քրեական գործի նյութերը նայելով հեշտական մի դժողքի միջով եմ անցել ու ես հասկացել եմ այդ աղաղակող փաստեր են այդտեղ, որ այդ երեխաները չկան։ Այս մանկատան երեխաներից փաստական տվյալներով 166 երեխա որպես մահացած կազմված են փաստաթղթեր, կեղծ փաստաթղթեր որպես մահացած։ Հիմա այս 166 երեխաների մասին քրեական վարույթ է նախաձեռնել իմ ուժերով դատական ատյանների քաշքշուկներից հետո, հիմա այդ գործը քնած է։ Նշեմ, որ Իտալիայից վերջերս մոտ 1 Հասկացաք 166 երեխու ձևակերպել են մահացած չկան գերեզմանները չկան քրեական գործը հասելա էսկին տիկինը հասելա նրան որ քրեական գործը հարուցվել ուր են այս 166 երեխեք ուր են քրեական գործն էլ տեղի չի շարժում հասկանում եք մենք ինչի մեջ ենք ժողովուրդ հասկանում եք ի կապ չունի սա մանկատան երեխա են թե չէ սա երեխա է ու եթե սա կատարվում մանկատան երեխաները դա չի նշանակում որ չի կարող կատարվել են երեխաներ որոնք ծնող ունեն կամ չի կատարվել որոնք ծնող ունեն կամ չի կատարվելու սա Հայաստանի մենակ փրկության հարց չէ սա անհատական փրկության հարց է ձեզ ուրիշ ապացույցներ պետք մենք ինչ հրեշավոր համակարգի ձեռին հետ գործ ունենք հրեշավոր բառի իրական իմաստով սա չափազանցություն չի
Լսենք ռուսական վերսիան։ Одна авиакомпания зафиксировала, дернула какие-то ниточки, история за историей. По-моему, в году 21-м некто Пожигайло сделал запрос в одну из авиакомпаний о том, сколько российских детей вылетело с иностранцами. Оказалось, что только одна авиакомпания зафиксировала перелет 7 тысяч российских детей за границу с иностранцами, и при этом иностранцы эти приехали в Россию без этих детей. Я залезла тогда на сайты и искала, сколько же было, например, судов по усыновлению. Потому что, просто так забрать ребенка и вывезти ты не можешь, ты его должен усыновить. Это судебный порядок. И этих судов не было. И я, в общем, как пионер-герой, понаписала тогда, я помню, писем, куда я только не писала, да везде. Да вот давайте расследовать, давайте. И никто мне не ответил. Я тогда еще верила в волшебное слово омбудсмен и ходила тогда вот по омбудсменам. Теперь я в это все не верю, честно говоря. В какой-то момент мне хотелось взвалить крестьян с иностранцев. Միխոսկով։ Սա Ռուսաստանը, որ ես չէի կասկածում, որ ինքն էլ է լինելու է տրաֆիկինգի մեջ, ցանկի մեջ, որովհետև անենց անտեր երկիր ոնց Ռուսաստանն է իր հսկայական տարածքով ու փափարող երեխեքի քանակով, կորսաված ընտանիքների քանակով, հարբեցողության նարկոմանիայի քանակով հնարավոր չէր, որ ասենք այդ երկիրը դուրս մնար այս երեխաների տրաֆիկինգի տարածքից։ Եվ այսպես դեպուտատը, падգամավորը դիմում է, հայտ է ներկայացնում, որ իմանա ինչքան երեխա են դուրս եկել այդ մեկ տարվա մեջ Ռուսաստանից արտասահմանցիների հետ։ Պարզվում է 7000 երեխա արտասահմանցիները տալել են այդ մեկ տարվա մեջ Ռուսաստանից։ Ось տիկինը ասում է ոնց թե 7000 երեխա, լավ, 7000 երեխա։ Գնում է դատարանները, որ հասկան, որպեսզի ճշտի, որ դատարաններն են կայացրել այդ որոշումները, որ արտասահմանցիները կարող են, դա մենակ մի ավիակամպանիա, մեկ, որ դատարանների որ որոշման հիման վրա են 7000 երեխա դուրս եկել։ Պարզվում է ոչ մի որոշում չկա։ Ոչ մի որոշում չկա, եկել լուրջ ընդունելով, որ 21 թիվն ասա, որ իրանք պետություն են, պետականություն կա, դիմում է դատարաններ, տարբերացաններ, միջև օմբուդսմեն, միջև հասկանում է, որ ինքը զրո է այդ ամբողջ համակարգը։ Զրո։ Իսկ թվերը սոսկալի են ավելի։ Կարծում եմ հիմա, ասում եմ վերջի տարվա մեջ արտասահման ուղարկվել 4.5 միլիարդ եվրոյի երեխա։ Դրա մասին հայտարարել է իրենց հանրային պալատի ներկայացուցիչ Պավել Պոժիգայլոն։ Ասում եմ գնում է ոչ մի ձևով չկարգավորված երեխաների առևտուր։ Մեկ երեխայի արժեքը գնահատվում է մոտավորապես 200,000-ից մինչև 1 միլիոն եվրո։ Չգիտեմ, երևի ստանդարտներ կան, քաշի, գույնի, երևի սերի, չեմ կարող ասել։ Ինչով են որոշում։ Ժորժ ջան, սա մենակ մեր խնդիրը չի, սա մենակ ամերիկացիների կամ ռուսների խնդիրը չի։ Մեր վրասում պետությունն էլի որպես։ Սա այսօր համամարտկային խնդիր է։ Այսինքն ցանկացած մեկը, որ պաշտպանում է այս համակարգերին, դա լինի Պուտինի համակարգը, դա լինի Փաշինյան Նիկոլի համակարգը, ինքը պաշտպանում է սա։ Ինքը պաշտպանում է այս առևտուրը երեխաների։ Այն կազերը, այդ նորությունները, որական ես եմ կարդում, երկու օր ձունա դուրս չեմ կարողանում գալ։ Մարդու ապրելը չի գալիս։ Իրոք ապրելը չի գալիս։ Բայց հաջորդ պահին նստում մտածում ես, բայց դու չես կարող թողել այս ամեն ինչ այս վիճակի վրա։ Չէ՞ որ այս ամեն ինչը որպեսզի դուրս գալ ջրերես, մեզանից առաջ տասնյակ հարյուրավոր մարդիկ իրենց կյանքն են տվել։ Հայտնվել են այս վիճակում, խոսացել են, բարձրաձայնել են, հայտարարել են աչուձախ, գիրք են գրել, սպանվել, կորել են, իրենց կյանքով այսօր մենք վեր ենք գնում, հա, վեր ենք գնում, նայում ենք, ախր ես էր ասում, եւ պատկերը մենք ամբողջացնում ենք, չէ լինի այս ամբողջացած պատկերը, եթե այդ մարդիկ չդառնային այս ամեն ինչը տարածող, մեզ ինֆորմացվող, չնայած թքեմ արդարության վրա չենք լսել, լույս չենք ընդունել իրանց, հա։ Բայց չէ որ իրանք այդ գործ արել են ու մենք էլ ասենք լավ, հիմա այդ չենք լսում, չենք տեսնում։
Ո՞նց է հնարավոր սա։ Չենք տեսնում, չենք լսում, այսօր ապրուստ ունեմ գրողին, թե այս ամեն ինչը սենց չի գնում։ Ես ամենամեծ բառն եմ, այսօր երևի արդեն երրորդ անգամ եմ այս բառն ասում։ Այսօր երևի ամենամեծ տարբերակն է սենց ասելով, հա։ Բա սենց կարելի է ապրել, սենց կարելի է երկիր թողել մեր սերունդներին։ Ես երեխա ունեմ 3, ես կարող թողնիկներ եմ ունենալու, դուք էլ ունեք երեխաներ, թողնիկներ։ Ոնց։ Սենց թողենք մենք։ Մենք վստահ ենք, որ իրաց հետ ոչ մի բան չի պատահելու, կամ որ ասենք, եթե մեր երեխոյը չի պատահում, ուրիշի հետ երեխոյը դա պատահում ոչինչ։ Չգիտեմ, մենք անելիք ունենք։ Մենք չենք կարող նստել սպասել, մինչև ինչ ակալու գլխներիս։ Դա անելիքը ամեն օրվա ռեժիմի մեջ է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը ովքեր ղեկավարում են, իրենք այդ ամեն ինչի մի մաս են։ Իրենք իրենց մասով 166 երեխա մենակ մի մանկատանից է կորել։ Անհետ։ Ձեզ ինչ է թվում, ինչ է եղել այդ երեխեքի հետ։ Բայց դե ոչինչ ոտ էս բան է եղել, որովհետև կարևորը մեր արդարադատությունը, մեր ոստիկանապետը ասում է Հայաստանում հանցագործների թիվը նվազել է։ Վերջ, իրանք ասեցին նվազել է, ուրեմն նվազել է, վերջ։ Այն որ ավտոմատով վազում են Երևանի փողոցում 30-40 հոգով, ոչինչ, որ մարդ են սպանում, կախում, հա, չգիտեմ, ցուցանակից ոչինչ, որ դանակահարելով երիտասարդ սպանելը դարել է առօրյա Հայաստան, դա ոչինչ։ Բայց կարևորը այս կենթանին, սա ես չգիտեմ ինչ, թող կենթանիները ինձ ներեն, բայց չգիտեմ ոնց ձևակերպեմ, հա։ Այս գոյացությունը ասում եմ, հանցագործությունը նվազել է, ինչի հետ համեմատած։ Հենց մենակ այն հանգամանքը, որ դուք ընդեղ եք, դա արդեն հանցագործությունը, ոնց կարող է հանցագործությունը նվազված լինի։ Հայաստանում, երբ որ ձեր գոյությունը դա արդեն հանցագործություն է։ Ձեր այսօրվա պաշտոնին լինելը դա նշանակում է դուք ամեն օր հանցագործություն եք կատարել։ Սահմանադրության եւ օրենքների նկատմամբ ձեր, ասում եմ, այսօրվա լինելը դա արդեն հանցագործություն է։ Ոնց կարող է Հայաստանում հանցագործություն պակասած լինի։ Որ դուք դրա արդյունքն եք։ Ջրային կոմիտեի 25-ամյակն են նշում։ Մեծ ձեռքբերումներով այն բանից հետո, երբ որ հայտարարվել է, որ ջրի մատակարարումը 24 ժամից իջնել է 17 ժամ։ Սա Նիկոլի Հայաստանն է։ 17 ժամին էլ ենք փառք տալու, որտեղ է 17 ժամ, եթե ասում է 7 ժամը հազիվ տան։ Ձեռքբերում է, չէ՞։ Ամեն ինչ ձեռքբերում է։ 24 ժամ էլ իջել է 17։ Նշանակում է քիչ հոսանք են ծախսելու։ Ժողովուրդը քիչ է ծախսելու ջուր, բայց ձեռքբերում չի, ձեռքբերում է։ Ու սենց բոլոր ոլորտներում։ Մենք էսի հանդուրժելու ենք։ Եթե մենք էսի հանդուրժելու ենք, ուրեմն մեզ քիչ է այս ամեն ինչը։ Ես քանի որ այս Կրամպսի մասին եմ խոսում, հոսանք տվել են թուրքական գովազդին եւ ադրբեջաներեն բան են մենյու են տեղադրել։ Ինձ ասացին, որ մի անգամից իրանք վիդեո են հրապարակել, հանել են դա, ասում են, այս բան չի եղել, թույլտվությունը եւ այլն եւ այլն։ Ես չեմ հավատում դրան, մանավանդ որ իմացա, որ շատ պատահական թուրքական մենյու տեղադրած այս սրճարանի տերը հանդիսանում է Դավիթ Հարությունյանի աղջիկը։ Դավիթ Հարությունյանը գիտեք ով է։ Հիշում եք Դավիթ Հարությունյանը։ Սերժի արդարադատության նախարարը։ Դավիթիկը։ Փաստորեն դա աղջիկ էր ունի, ես չգիտեի։ Ու շատ պատահական։ Հանրապետական կառու ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի աղջիկը սրճարանային բիզնես ունի, ցանց ունի ու թուրքական մենյու հենց իրանք են հրապարակում։ Հետո հասկանալով, որ գլխներին սև ամպրոպ է, ջնջում են արել։ Արդարանում են, որ չեն կարել։ Սա նրանց համար ով դեռ մտածում է, որ հանրապետական Սերժի Կորբիկի բանի մեջ ինչ որ հակասություն կա։ Այդ մանկամիտների համար եմ սա ասում։ Թոսա դաս լինի բոլոր այն թուրքամետներին, որոնք հանկարծ կարող են մտածեն, որ հայկական իրականության մեջ սան կարող են թուրքական ինչ-որ մի բան գովազդ անել։ Սա դու դաս լինի իրաց։ Ու Հայաստանում ոչինչ գաղտնիք չի մնում։ Ոչ մեկի մտքով չանցնի, ոչ մեկ հույս չունենակ, որ կարող է ինչ-որ մի բան հնարավոր լինի թաքցնել Հայաստանում։ Իսկ հիմա գանք նույն բանը ինչ որ կատարվում է Թուրքիայում։
были жертвами для вот этого человеческого трафика, участвовали или помогали потом в итоге Эпштейну, становились его сотрудниками в его этой сети. Переписка генерального директора турецкого медиахолдинга «Ихлас» Ахмета Мюджахита Орена, в составе которого газета «Туркия» и телеканал ТГРТ Хабер. Переписка дела Эпштейна сейчас попала в инфополе турецкое, ее обсуждают все журналисты и блогеры. Директора Риксос сейчас обвиняют в содействии трафику людей. Риксос в исполнении, как там указано, как учебная база в кавычках для девушек, которые отправлялись в сети Эпштейна. На фоне этих новостей в Турции возобновляются сейчас разговоры про дело о гибели 16-летнего стажера в отеле Риксос. Его звали Бурак Оргас. Он погиб в отеле Риксос Анталия при странных невыясненных обстоятельствах. Его отец 12 лет бьется за правду, пытаясь доказать, что его сына убили. Он стал свидетелем этого обучения, там, оргий и лиц знаменитости, то, что в Риксосе происходило. И как свидетеля смог записать все это, например, на телефон, как предполагается отцом. И за это стал жертвой, и от его сына просто избавились. Парню, напомню, 16 лет было, он был стажировался в Риксосе. Тело парня нашли ночью в бассейне отеля Риксос Белек в 2011 году. Произошло это. На голове зафиксированы мощные удары, но их происхождение не установлено тупым предметом, чем, что и как. Дело по факту сейчас до сих пор не закрыто. В Турции ходят слухи, вот отец его все эти годы, 12 лет, пытаются доказать, что, скорее всего, он стал свидетелем того, что там происходило. И парня просто устранили, ударили по голове и скинули в бассейн, где он в итоге утонул. А даже если учитывать, что это как будто бы несчастный случай произошел, телефон мальчика не был найден, он просто исчез в тот момент. И вот отец его, Оргаш, выступает все эти годы, считает, что в телефоне у сына содержалось непристойные изображения влиятельных клиентов отеля, что именно эти записи стали истинной причиной как убийства, так и уничтожения телефона парня. Его последний сигнал был там, от бассейна. Больше за все эти годы нигде никак не всплывал, скажем так, в прямом и в переносном смысле телефон этого мальчика. Не дало большой ход делу полиция Анталии, оно как бы пылилось, и в течение того времени оно еще не закрыто, это дело. И затем начальник полиции того района получил повышение, и когда он был уже уволен из органов, он стал начальником охраны отеля Риксос. То есть Հազար 11 թվականից հայտնաբերվել է հենց հյուրանոցը Անտալիայում, այս Ռիքսոսը, ինչը Ռիքսոսը, որտեղ ստաժիրովկա են անցել բոլոր այն պոտենցիալ կլիենտները, որոնք պետք է ուղարկվեին նաև Էփստինի կղզի, եւ այդ էլիտանշգալի իրancs հետ այդ օրգյաններն անում, այդ ռիտուալներն են եղել է եղել, եւ այս 16 տարեկան երեխան պատահմամբ դա վկա եղել, նկարել է ու սպանվել է 12 տարի առաջ։ Ու այդ գործը կոծկած ոստիկանը պաշտոնի բարձրացում է ստացել ու թոշակի գնալուց հետո էլ այդ նույն հյուրանոցում աշխատում է охранայի պետ Եղոսկով ու ամբողջ Թուրքիան եղում է այս պատմություններից, որովհետև Էփստինի ֆայլերի մեջ, ցուցակի մեջ թուրքեր կան, բացի Օզից, բացի այդ Դավիթ Օղլուց, կներեք, Ալյոնը, այդ նախին արտգործնախարարը կասեմ ինչ-որ է բազմաթիվ փաստեր կան, որ Թուրքիան էլ է մեծ մատակարար եղել Էփստինի եւ այդ բարակը, որ այսօր Թուրքիայում է նստած տարածաշրջանի նայողն է մի խոսքով ու թուրքական հասարակությունը, ասում եմ, բլոգերներն ու ժուրնալիստները շոկի մեջ են, դե Թուրքիան համեմատաբար մի քիչ ավելի ազատ երկիր է, չէ՞, դեմոկրատական իմաստով, կան ասենք Ռուսաստանը, կան նույնիսկ ասենք Հայաստանը, չզարմանանք դրա վրա։ Եվ թուրքական հասարակությունը չի կարողանում հասկանալ, թե սա ոնց է հնարավոր, եւ միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ թուրք ամենա հակահայ լրագրողներից, բլոգերներից մեկը հատուկ գնում է Եվրոպա, որպեսզի ապացուցի ինքնին են, որ ինքը թուրք է։ Հերթականն եմ ասում։ Պարզվում է 70% հայել ինքն է։ Ինքը հատուկ գնում է Գերմանիա, որտեղ դա Թուրքիայում աշկելված է։ Որ ապացուցի, որ ինքը թուրք է, որ դա մասին հպարտ գրի
ի սոցիալական էջում։ Պարզվել է 70% հայա խայտ տարակա եղել երեխեն։ Ոնց ապրելու դրանից հետո ես չգիտեմ։ Ես բոլորին մաղթում եմ թուրքերին, այս ամեն ինչից հետո մի քիչ խառնում եմ, մի քիչ մտածեն, էլի ովքեր են իրաց ինչ են անում իրենց։ Ասում եմ 200 միլիոն դոլարի երեխա է վաճառվել մենակ Թուրքիայից։ Այսինքն այդքան փող է փոխանցվել երեխայի համար։ Թե դա ինձ ավել էլ ինչքան են տարել, որ դա չի եղել փոխանցումով, դա եղել է կարող նվիրատվություն, տրաֆիկինգ, չգիտեմ, հազարում բան կարող է, չէ՞։ Դա դեռ հələ պետքա ճշտել։ Բայց որ դա ճշտվող է, թող ոչ մեկ չկասկածի։ Թող ոչ մեկ չկասկածի։ Այս նոյեմբերին քանդվելու է համակարգը։ Այսինքն այս նոր ընտրություններին բոլոր տեխնացուները երիտասարդ են նոր սերունդից որ գալու են, այս ամեն ինչը մերժող, որ ոչ մի կապ չունեն, սրանց որ իրենց այս փողերը պետք չի։ Ես ինչելոց նկատել եմ երիտասարդ սերունդների մոտ այս միլիարդներն ու միլիոնները այդքան պոպուլյար չեն, գիտեք ինչի, որտեղ իրենք բավարարված են։ Իրենք ասենք մտածում են լավ, ինչ է ինձ պետք։ Հագուստ ունեմ, տուն, այդ չենի կբարձեմ, ալակա մի հատ տուն ինձ լրի վերիկա, մեքենա երբ ուզեմ ինչ ուզեմ ունեմ, ցանկացած աշխատանքի պարագայում ինքը էդի ունի, հա, ինչին է պետք։ Ես դառնամ հանցագործ սատանիստ, պաշտոն ունենալու համար, եւ իրանք հասկանում են, որ այս ամեն ինչի վերջը պետք է տալ, ու գալիս են հենց այդ լոզունգով, ու իրանք սա հաղթելու են։ Հանրապետականները, այս բոլոր սատանիստները եւ դեմոկրատ սատանիստները, ասեմ նշում եմ մենակ հանրապետականներն են սատանիստ։ Բոլոր սատանիստները իրանք պարտավելու են։ Նոր սերունդը, որոնք առաջադրվում են կոնգրեսում, դրանք գալիս են հենց այդ օրակարգով։ Մինչև նոյեմբեր։ Նենց որ այս ամեն ինչը պայթելու է եւ Թուրքիայում, եւ Եվրոպայում, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում առաջին հերթին, եւ ովքեր հույս են կապում այս բարակների ու Դոնալդ Պիրց Թրամփների հետ, այս նիկոլացիները պետք է հասկանան։ Հա, ները չի կարա հաղթի, հասկանում եք։ Ները չի կարա հաղթի։ Կարա ասենք հաղթեն ժամանակ, երբ որ բոլորը թքած ունենան իրենց ճակատագրի համար, բայց աշխարհում շատ մարդիկ կան, շատերը, որոնք թքած չունեն իրենց երեխեքի վրա։ Այդ Նիկոլ Փաշինյանը թքած ունեն, Աշոտիկը որտե կքնի այդ յետիմը, կքնի թե չի քնի, սոված կլի թե չէ։ Իրանք են սատանիստ, տեսել եք, չէ՞ դրանց բաները։ Դրանց երեխեն ով ումից է, ով ոնց, իրանք սատանիստներն են այդպես են։ Իրանք իր երեխեքի պատիվ են տալի նույնիսկ։ Այդ իրանք թքած ունեն, բայց նորմալ մարդիկ չէ։ Ես վստահ եմ, այս երկար չի կարող շարունակել։ Որպես ապացույց, ոստիկանությունը ձերբակալեց այս տականքի։ Սա Բրիտանիայի դեսպանն էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Էփստինի ամենամարդակեր ընկերներից մեկը։ Կանադան լրիվ գրողիցոս ուղարկեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ ամբողջ իր ուշադրությունը պայմանագրերը առևտրի համար տեղափոխեց դեպի Եվրոպա։ Թրամփը ոսկուբանա եղունգներն է կրծում, սրան լսենք։ Արաբական մահմեդական երկրները դատապարտում են Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին Իսրայելում, որը հայտարարեց Տակեր Կարսոնի ինտերվյուի ժամանակ, որ արաբական երկրները, այսինքն նեղոցից մինչև Սիոն, այդ ամբողջ տարածքները Աբրահամը ըստ իրենց մոլաների, մոլա չէ, ըստ իրենց մարդակեր այդ կոհենների, ասել են ձենա ռաբիներին, ասել են ձենա։ Ես չեմ ասում մարդակեր, ես պատահական բան չեմ ասում, ժողովուրդ ջան, դրանք մարդ են դու։ Քիմ Կարդաշյաններն են ակտիվացել, այս ոգի ցույց են տվել ով է այսօրվա այդ Բրիտանիայի հագաժառանգի կինը, այդ Մեգանը։ Ցույց են տվել նկարներ իրանց հետ։ Որ էսի պրոստիտուտկա եղել, հեսա։ Այս հարևանը, այս Մեգանը, Հենջի կինը։ Իսկ այս մարդակայիններին լսեք, որ ես ասում մարդակին ես պատահական բան չեմ ասում։ Սա գիտեք ով է? Սա Բեն Գվիրն է։ Սա Իսրայելի ներքին գործերի նախարարն է, որ եկել է մտել է պաղեստինցիների տարածք, ասում է, սա պետք է ինչ ամեն ինչ տեսնում եք, պետք է ավիրվի, ասում է ոնց ավիրվի, ես
փաստաթուղթ ունեմ, սեփականության վկայական ունեմ, այստեղ ապրում եմ, ասել եմ, թքած ունեմ։ Մենք ավիրելու ենք, բուլդոզերով մաքրելու ենք այս ամեն ինչը։ Սա մեզ է խոստացված։ Այս երեխեն էլ նայում է, ախր այս երեխեն էլ նայում է, իր տունը եկել են այս անապատերի մեջ քանդելու։ Հիմա ես հարց եմ տալի, այս երեխեն որ Շախիդի բանը կապի իրան տադակացնե տանասուններն էլ հետը։ Պետք է ասեն այս երեխեն terrorist, հա։ Դուք հասկանում եք, որ մեզ սենց են ներկայացել ամենական աշխարհը։ Սենց են ներկայացել, մենք պետք է կոտոնենք արածես։ Ահա մեր գործը ձեզ կոտորելն է, ձեր գործը էլ։ Կոտորվելն ախի չեք հարմարվում։ Ու մենք էլ զարմացել ենք, այս երեխեքը ո՞նց է լինում, կանայք, երեխա, դառնում են Շախիդ, ախպեր ջան, կապում են ինչ կա իրաց վրա, տարակացնում են իրաց հետ։ Մենք էլ նրանց ասել ենք ֆանատ, որովհետև CNN, BBC, բան, դա ասել։ Մենք էլ կրկնել ենք դա։ Հիմա հասկանում եք, որ այդ ամեն ինչը բան է, սարքած է եղել։ Հիմա այս երեխեն եկել են իդ տունը քանդելու։ Իր հորն էլ ասում են քանդելու ենք այս ամեն ինչը։ Ով է, ասում կապ չունի ստե իշխան էս ապրել, էսի մերն է ով է։ Սա Հայաստանում էլ է լինելու։ Սա լինելու է Հայաստանում, Արցախում ո՞նց եղավ։ Սա լինելու է Հայաստանում, եթե մենք ոչի բան չանենք, եթե Փաշինյան Նիկոլը մնաց հունիսի 7-ից հետո, սա լինելու է Հայաստանում։ All place in the world that we will occupy in a war, Milchemet Mitzvah. We go to a war, we occupy. Let's say we occupy Lebanon. Ասում է բոլոր տեղերը մենք գրավելու ենք աշխարհում։ Հաջորդը Լիբանանն են And over there գրավել։ there's idol worshipping places, we have the same obligation to destroy it. Վերջ ասում է, որտեղ ինքը բանը idol worshipping, որտեղ կռապաշտություն է, իսկ քրիստոնեությունը իրենց համար կռապաշտություն է, մենք մի պարտականություն ունենք։ Վերացնելու ենք, սա նույն մարդն է, սա Իսրայելի քարոշչական մեքենայի պատասխանատվություն, սա իրենց Գեբելսն է։ Ասում եմ, մենք պարտականություն ունենք, գրավելու ենք ինչքան հնարավոր է եւ ինչքան կռապաշտության օջախներ կա, մեր պարտականությունը դրանք ոչնչացնել, վերջ։ Մարդը 21-րդ դարում պարզ հայտարարում է ու անում է։ Հետո լսեք։ Why? Because now we live there. We Չի, որտեղ մենք արդեն ընդեր ենք ապրում։ occupy the place. We occupy the place. The Torah say, "Uviar ta'ara mikirbecha." Don't leave anything, any idols among you. Ու ինչ ասում Տորան մեզ, ասում է ոչ մի բան կենթանի չթողես այդ տարածքում։ Ոչ կին, ոչ երեխա, ոչ անասուն, ոչ մի բան։ Սպանի ամեն ինչ, քանդի ամեն ինչ։ Ես Տորան է դա ասում։ Ես Տորան է դա ասում։ So every place that you live in, and now you the original owner of the place now, you the new owner I should say, from now on you have the same obligation to purify the place from all the idols. Ես կապչունի, դու դեռ ես ապրում քո սեփականությունն դու պարտավոր ես մաքրել քո տարածքը կռապաշտությունից քրիստոնեությունից։ Well, we're here now, right now, to learn what the law is. Even if the United States government would say, okay, hey, you're becoming too fanatic, the government, too religious, we'll give you $1 billion extra every year to the aid, don't touch the churches. We're not allowed to listen to them. God comes before Obama and his friends. Ասում է նույնիսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ասի, հեյ, ասում է դու, ասում է չափից ավելի ֆանատիկ եք, ասում է դուք ես ինչ եք անում։ Արեք ձեզ մի միլիարդ ավել օգնություն տամ, տարեկան 7 միլիարդ տալիս են, չէ՞, պլյուս զենքեր ամեն ինչ։ Եթե մի միլիարդ է նույնիսկ ավել առաջարկի, կապ չունի։ Ինքը պարտավոր է տա, մեկ էլ մեր գործն է ոչնչացնել այդ ամեն ինչը։ Պապս ասում են առանց վարանելու։ Սա ձեռնոց է նետած։ Սա համայն մարդկության, ցիվիլ մարդկության նկատմամբ նետած ձեռնոց է։ Առաջին հերթին Հայաստանի։ Ես հիշեցնեմ, Փաշազադեն այս հայտարարությունից առաջ ինքը հանդիպել է սրանց ու Հռոմի պապու հետ։ Դրանից հետո հայտարարություն անում։ Կասկած կա մեկը, որ սրանց գործիքներն են թուրքերը ինչպես 15 թվականին։
Թուրքերը իրենք իրենցով ոչ մի բան են։ Թուրքը յաթաղանն է։ Ոգի պետք է նայել այդ յաթաղանը, կեղտոտ յաթաղանը ում ձեռքն։ Դրա համար իրանց բազաներից մեկը հենց Անտալիան ա եղել, որտեղ տրեյնինգներ են անցել ապագայի այդ սպասարկուները, որ այդ սերտ կապերի մեջ են, որ իրանց ամենակեղտոտ ներկայացուցիչը հենց ընդեղ է նստած։ Ինչու օրինակ Թիֆլիսում նստած չի Բարակը, հա։ Հենց Թուրքիայում է նստած։ Ինչու օրինակ Սիրիայում նստած չի, ուրիշ տեղ Լիբանանում նստած չի, հենց Թուրքիայում։ Ամենասերտ կապերն է յաթաղանի հետ, որովհետև Իսրայելը մենակ այս ամեն ինչը չի կարող անել, իրան յաթաղանա պետք է իրականացնող, եւ դա ունի անփոփոխ է իրանց յաթաղանը, դա Թուրքն է։ There are rabbis in Israel who wrote a few books, one called The King's Road, where they say, according to Jewish halakha, you can rape enemy women and you can kill enemy babies. And Իսրայելում հայտնի մի ռաբի գտել է գիրք, որը պարզ ասում է. դու կարող ես սպանել, բռնաբարել քո թշնամիների կանանց երեխեքին, դու պրոբլեմ չունես։ Դա քո պարտականությունն է։ Իսկ թշնամիի բոլոր նրանք են, ովքեր հրյաճ են։ Սա իրանց օրենքն է, ախպեր, մենք ստեղ կապ չունենք։ Սա իրանք գրել են ու իրականացնում են։ Մեր գործը կամ դիմադրելն է, կամ ասել, չէ, ես անտիսեմիտ չեմ, ես չեմ դիմադրելու։ Այ ոսկսեմ դիմադրել, ես անտիսեմիտ եմ։ Հասկանու՞մ եք։ Ու իրանք մտցրել են այս բառապաշարը շրջանառության մեջ, որ մարդիկ սենց բանը հետ կանգնեն այդ բառով կոչվելու համար։ Israeli Channel 10 reported in March of 2014 that Israel has the largest human skin bank in the world. Where do you think they got all this skin from? They have more human skin than China and India. 14 թվականի Իսրայելը հայտարարում է, որ ինքը ամենաշատ մարդու մաշկի բազան ունի։ Մաշկ։ Ասում է, որտեղից իրենց այդ մարդու մաշկերը։ Ըստ ձեզ, ինքը ավելի շատ մարդու մաշկ ունի պայստավորած, քան Չինաստանն ու Հնդկաստանը, պատկերացնում եք, փոքրիկ Իսրայելը 7 միլիոնանոց, 1.5 միլիարդենա, 1.5 միլիարդենա, ասենք 3 միլիարդանոց երկիր այդքան կաշի չունի հավաքած, ինչքան փոքրիկ Իսրայելը, հարց է տալի, որտեղից այդ կաշին այդքան քանակությամբ Իսրայել են։ Եվ ինչ է նշանակում այդ քանակությամբ, մարդու կաշի են հավաքում դա։ Վերցնում են մարդուն, մարշում են ու պահում են այդ կաշիները։ Դա սա պաղեստինցիների կաշին է։ Պաղեստինցիների։ Սոսկալի է, սա մասին կարելի է չխոսած, կարելի է չլսել։ Կարելի է ասած ծալել դնել մի կողմ։ Դա մեզանից հեռու է։ Բայց դες չի, մեզանից իրանք հեռու չեն, մեզանից շատ մոտիկ են իրենք։ Որտեղ ես ասում, իրանց բուտ գործի, իրանց յաթաղանը մեր գլխին կանգնած է։ Փաշինյան Նիկոլի ձեռքով։ Իրանց յաթաղանը նաև Փաշինյան Նիկոլն է։ Բայց ես թվում է, ինչ ոնց հայտնվեց Փաշինյան Նիկոլը, Թրամփի կողքը ու դարձավ Թրամփի կլուբի անդամ։ Ընդ որում, նույնիսկ Հայաստանի դրոշ այդ կլուբի մեջ չկա։ Այսինքն ինքը այնտեղ բան է, մենյուի մեջ է, մենք իր հետ բոլորս։ Չեն դնում դրոշը Հայաստանի, որպեսզի հետո Հայաստանը ջնջելուց հետո դրոշ չհանեն։ Պատկերացնում եք, իրենք մտածում են արդեն պետություն չկա դե Հայաստան։ Դրա համար դրոշը չեն դնում, որտեղ ըստ իրենց պլանների շուտով այդ պետությունը չի լինելու։ Մենք պիտի թողենք դա։ Մի ասեք մենք չեն կարող, դա մեր ձեռքն է։ Մասակ լսեք, էսի Ռոթշիլդն է, մեկ լսեք։ Paris branch and the youngest of the 5 sons of Mariam Rothschild gave an astonishing Rothschild policy of keeping it in the family. I'll quote to you from what he wrote to make you smile. In our family, we've always tried to keep love in the family. In this sense, it was more or less understood since childhood that children would never think of marrying outside the family, so that our fortune would never leave it.
Գիտեք ինչ ասեց։ Ասես 19-րդ դարում Ռոթշիլդների հիմնադիրներից մեկը ընտանիքի շատ լավ ձևակերպում արել, որ իրենց ընտանիքում մեծ սեր կան ընտանիքի մեջ։ Դե գիտեք ինչ է նշանակում։ Ինչի նկատներ։ Որ իրենք ամուսնանում էին իրենց հետ, իրենց երեխեք իրար հետ էին ամուսնանում։ Ու տենց եղել է դարերով։ Ամբողջ 19-րդ դարը եւ 20-րդ դարի առաջի կեսը։ Կարծեմ ես վերջերս ան մի հոգի պատահմամբ ավելաց է։ Ամուսնացել մեկ հետ, որ Ռոթշիլդ չի։ Այսինքն ինցեստը սրանց մոտ տանը, ասենք իրենց երեխեքի բռնաբարել է, իրենց երեխեքի հետ։ Սա նորմա եղե։ Զիգմունդ Ֆրեյդը, գիտեք ոնց առաջացել։ Կներեք այդ բառի համար։ Իր հայրը, իր բիոլոգիական հայրը չի եղել։ Իր բիոլոգիական հայրը եղել է իր պապա։ Պատկերացնում եք ընտանիք։ Այդ իր ամբողջ իր թեորիան որ գրել է, իր ընտանիքի մասին է գրել։ Իր մայրը զուգահեռ ապրել է եւ հոր հետ եւ պապու հետ։ Ինքը իր բիոլոգիական, իր հայրը եղել է իր պապա իրականում։ Սա տիպիկ հրեական ընտանիք է 19-րդ դարի համար։ Մարդիկ պարզ ասում են հպարտությամբ, ասում են ընտանիքի մեջ է եղել սերը, իրանք ընտանիքից դուրս չեն ամուսնացել։ All these Israel worshiping evangelicals, what they're actually worshiping is Babylon and Sodom spiritually. Վերջ։ Բոլոր հրեաները եւ այդ սա բաներ կան, սիոնիստ քրիստոնյաներ կան, ասում են դրանք բոլորը սոդոմիստ են, բաբիլոնիստ են, սատանիստ են։ Սա վաղուց առանց հայտարարություն։ Մարդիկ որ իմացել են, էլի մենք լուրջ չենք ընդունել սա։ Խորվաթիանը կապել է լրիվ կտրե բանի հետ, Իսրայելի հետ։ Եվրոպան կապել է կտրումը։ Իսկ Կանադան միացել է ուրեմն Շոտլանդիայի, Բելգիայի, Ավստրալիայի, Իտալիայի, Մեքսիկայի, Դանիայի, Նորվեգիայի եւ մի քանի այլ փոքր երկրների հետ ուղիղ առևտրային կապով եւ հրաժեշտ տվել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների շատ ծանր ժամանակներ է սպասում տնտեսական իմաստով, շատ ծանր, իրոք ծանր։ Եվ գալով Հայաստան, այս վերջերս բաժան են, որ այս դեպքը գիտեք ով է սա։ Սա Սերժի Բաղմանյան հայկազնա։ Եվ որ պաշտպանամերով էր ֆորֆորում։ Գեներալ լեյտենանտը։ Պարզվել է տղեն մոռացել է միլիոն հայտարարագրի։ Իր միլիոններից մեջ այնպես մի միլիոն մոռացել է հայտարարագրի։ Ու այն արտադրության համար են միջև վերջի կոպեկը վերադարձնող բան, էլի այսպես կրեֆտովող Փաշինյան Նիկոլի կառավարությունը 8 տարի չի նկատել, արա այս տղուն, չի նկատել։ Ու նկատել են, որ այս միլիարդատեր, միլիոնատեր գեներալը մի միլիոն մոռացել է եղածի մեջից։ Վրիպել է դե հիմա, հա։ Ինչ է եղել որ։ Վրիպում է եղել, սա վրիպում է եղել, ժողովուրդ չէ։ Ընդամենը վրիպում։ Ու մի հոտի համար սա նորմալ է, դե հա, սա Փաշինյան Նիկոլը պետություն է ստեղծում, պետություն։ Կոռուպցիայի դեմ է պայքարում։ Դե հիմա դրանց հետ ինչ խոսես։ Այդ գոյացությունները դու ինչ կարող ես խոսալ։ Ամենալավը պատասխանեց այս պապիկը։ Լսենք այս ինքերոջը։ Շատ ուղիղ եմ ասում, եթե մենք չընտրվենք հունիսի 7-ին, թրիփ չի լինի։ Սա գիտեք ով է։ Որ 5 լիտր բենզինի 550 դրամով արժի 1100 դրամ։ Սա է, ինքը շատ ուղիղ ասում։ Դուք լսեք ինչքան ուղիղ ասում, եթե մենք չընտրվենք, թրիփ չի լինելու։ Մենք էլ ենք ուզում, որ թրիփ չլինի։ Այսինքն, որպեսզի թրիփ չլինի, պետք է իրանք չընտրվեն։ Էլ ինչ։ Խաղաղություն էլ չի լինի։ Օ, այսինքն խաղաղությունը նրանք բերել են 8 տարվա մեջ, այդ էլ չի լինի։ Մենք այդ խաղաղությունից չենք ուզում։ Միջև դա մեզ ավելի լավ էր։
Արցախում պատերազմ չկա, Արցախը մերն էր, մեր Հայաստանի տարածքներից ոչ մի բան չէր գողանում, Թուրքը, մեր երեխեքին չէին սպանում վառում։ Ձեզ խաղացությունը ձեր մոտ, տնեք էլ ինչա մեզ առաջարկում, որ իրանք չլինեն։ Հայաստական բանականություններ չի լինի։ Փաստորեն հայաստական բանականություններն է իրանք գոյությունով պայմանավորված։ Սա ասում է մեկը, որ 5 լիտր բենզինը 550 դրամով վճարում է 1100 դրամ։ Դու ոչ միայն արհեստական, դու ընդհանրապես բանականություն չունես։ 4 միլիարդ դոլար ներդրումներ չին։ Դրանք չեն։ Չէ, անասում։ 4 միլիոն դոլար ներդրում sense-ները չի լինելու, որովհետև քեզ ոչ մեկ չի ասել 4 միլիարդ դոլար ներդրում ալինել։ Չկա դες բան։ Ու միանգամից ինքը անցնում է հաջորդ թեմային, sense արագ, գիտեք ինչի, դեպի գիտես սուտ ասում։ Որովհետև 4 միլիարդ դրամը դա Վենսը ասեց արտահանման մասին։ Դա Սյունիքի հազվագյուտ մետաղների արտահանման մասին է։ Որին Հայաստանից ոչ մի բան, բացի թույնից, չէ, թույնը մնալու է Հայաստան, այո։ Ու ասում եմ, եթե մենք չլինենք, այս ամեն ինչը չի լինելու, բա մեզ էլ է դա պետք։ Լիներ, հողջան։ Անկախություններ չի լինի։ Էսի անկախությունն է, որ իրանք չեղան, անկախությունը չի եղել։ Անկախությունը գիտես ո՞րն է, երբ որ դու ամեն ինչը զիջում ես։ Երբ որ դու փալաս ես այն աստիճան, երբ որ հանդիսանում ես մի կլուբի անդամ, որտեղ նույնիսկ քո դրոշը չկա։ Այդ մեզ այդ անկախությունից հաստատ պետք չի։ Հիմա հասկացանք, չէ, որպես այս ամեն ինչը չլինի, ուրեմն պիտի չլինեն իրանք։ Լսենք մենքեն ինչ ասում։ Սկսենք այդ Պապայանովը դրանից։ Եթե նախարար տենց անկապ հիմարություն ասում, էլ ինչ կարելի է սպասել այդ ԿՊՀ-ականներից։ Ընդհանրապես եթե նրանք գնան, որ նրանք գնան, այս երկիրը կփրկվի։ Կփրկվի կործանումից։ Հասկանում եք։ Այնպես որ ԿՊՀ-ականները երբ որ եկան իշխանության, հենց առաջորդ ասացի, մեզ սպասվում է ՀՇ-ի ապագան։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Եվ հենց այդպես էլ օր առօր, ժամ առ ժամ, հենց այդպես էլ եղավ։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, մենք արդեն գիտենք ինչա պետք անել, որպեսզի չունենանք սրանց վերած խաղաղությունը, իսկ չունենանք սրանց վերած անկախությունը, ճակերտավոր եմ ասում սա, չունենանք սրանց վերած ճակերտավոր ներդրումները, մենք արդեն գիտենք ինչա պետք անել։ Սրանք պետքա չունենան։ Սրանք պետքա չլինեն, ասենք եթե մենք ունենանք, ուզում ենք ունենալ իրական ներդրումներ, իրական անկախություն, իրական ամեն ինչ, այնչից զրկված ենք մենք, սրանք պետքա չլինեն, սրանք պետքա լինեն ճաղերի հետև, ճաղերի, որպեսզի մեր երեխաները հանգիստ ման փողոցներում ինչպես առաջ, որպեսզի երեխան կապ չունի, ինքը որբամոցում է մեծանում թե իր ծնողների տանը, ինքը ապահով լինի, 166 երեխա մենակ մի դեպքով չկորեն, որպեսզի ռազմիկի նման մարդասպան մանկասպանը ինքը չշարունակի իր բժշկական պրակտիկան ինչպես մինչև այսօր։ Իր տեղը բանտն է, ու ինքը հələ պետք է ասի այդ երեխեքին ում հետ է ծախել, ում միջոցով է ծախել։ Ու երեխեքին օրգանները սա պետք է ասի, սա։ Մի խոսքով, եթե ուզում եք այս ամեն ինչը մեկ իմանաք, Փաշինյանի կողմ պետք է չլինի։ Այսօր ում հասկանը դա մնացեք։